Բարև ձեզ Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն է, բարև ձեզ։ Գեն Հակոբյան մոռացա ասել նաև պատգամավորության տեխնացու, ինչու վարչապետը մերժեց հենց հիմա հանրաքվե անելու Պուտինի առաջարկը ԵՄ-ում կամ ԵՏՄ-ում լինելու վերաբերյալ, ինչու եք դեմ Ռուսաստանի հետ ապահարզանին հենց այս փուլում ընտրությունից մեկ ամիս առաջ։ Դե դուք ոնց որ պատասխանեցիք ընտրությունից մեկ ամիս առաջ, բայց ոչ, որովհետև այդ ժամանակը չի եկել եւ բնական է որ որոշում կայացնելու ժամանակը չի եկել, բնական է որ վերպետական կառույցին անդամակցությունից առաջ կամ դրանից դուրս գալուց առաջ մենք ժողովրդից հարցնելու ենք իր կարծիքը եւ ժողովուրդն է որոշելու դեպի որ ուղղության գնա, բնավ կարիք չկա որևէ կենտրոնից ուղղորդելու անել այնինչ բնականորեն արվելու է եւ մենք նաեւ հայտարարել ենք թե երբ կգա որոշում կայացնելու ժամանակը երբ որ արդեն կխաչվեն ուղիները մեր ընթացքի եւ որոշում կայացնելու ժամանակը կլինի բայց Ռուսաստանի նախագահը հիմա է ուզում որ այդ որոշումը կայացվի մենք Հայաստանի Հանրապետությունն է որոշում երբ ինքը ինչ անի Ես հասկանում եմ, որ միգուցե սովոր է օրինակ Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության հետ խոսել իր ցանկությունների լեզվով, բայց մենք կորոշենք, երբ որ դրա ժամանակը կգա։ ԵԱՏՄ-ն հնարավորություն է եւ այդ հնարավորությունից մենք օգտվում ենք, ինչպես տեսնում եք, շատ հաջող Եվ երբ որ կհասկանանք, որ այլ ուղղությամբ է պետք գնալ, ժողովրդից կհարցնենք եւ եթե ցանկությունները, հնարավորությունները համընկնեն, ապա կգնանք այդ ուղղությամբ։ Իսկ որ Պուտինը իրավիճակը համեմատում էր Ուկրաինայի հետ, ասում է, իսկ ինչից սկսվեց այս իրավիճակը Ուկրաինայում Եվրամիությանը անդամակցելու փորձից, հա, ինչ որ սպառնալիք է պես բան ընկալում է իշխանությունը արդյոք։ Մենք բնական է, որ տարբեր ցավոտ հարցեր են լինում, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունի եւ Ռուսաստանի Դաշնության միջև, այլև Հայաստան եւ ցանկացած այլ երկրի միջև, եւ մենք այն քաղաքականություն ենք որդեգրել, որ բոլոր ցավոտ, կնճռոտ բոլոր հարցերը մենք քննարկենք, ու մինչեւ հիմա հաջողությամբ կարողացել ենք քննարկել բոլոր հարցերը, եւ օրինակ Հայաստանի Հանրապետության այս իշխանությունը միակ իշխանությունն է, որի ժամանակ օրինակ գազը չի թանկացել։ Դա ինչից է։ Բայց սպառնալիքները ծավալն է մեծացել Ռուսաստանից։ Ես չգիտեմ նախորդ իշխանության վրա սպառնալիքներն ինչպիսին էին, եթե մենք դրանք չենք լսել։ Մենք չենք լսել, դա չի նշանակում չի եղել ու չեմ կարծում, որ օրինակ Հայ-ռուս գազարտի ամբողջ 100% մասնեբաժինը տալ Գազպրոմին դա օրինակ ուղղակի ցանկությունն էր Հայաստանի իշխանությունների բարի կամքներ թե սպառնալիքի տակ էր, ես չգիտեմ։ Մենք հիմա դառնել է փոխվել, գիտեք, հիմա հնարավոր չէ շատ բան թաքուն պահել, շատերն են on-line ռեժիմով նաև քաղաքական գործիչներն աշխատում եւ այսօր չեմ կարծում, որ ինչ որ մի հարաբերություններ կա, որոնք այդպես շատ կոնֆիդենցիալ են մնում, նորմալ է, որ հարց կա, մենք քննարկում ենք եւ եթե մեզ քննադատությունը հնչում է նրա բերումով, որ ոչ թե կուլիսների յետևում է խոսակցությունը, այլ on-line ռեժիմով բոլորի աչքի առաջ, ապա ես դա չեմ համարում որևէ կերպ քննադատություն։ Չի է սառետաբանություն չի անհանգստացնում։ Կարող է ցանկացած կերպ դա անցալել, մեկը սպառնալիք, մեկը, բայց ես չեմ ուզում որևէ համեմատական մենք անցկացնենք մեր երկրի եւ այլ երկրի միջև, դա կլինի Ուկրաինան, դա կլինի Վրաստանը, չէ, դա կլինի Մոլդովան, բոլոր երկրները մեր գործընկերներն են եւ հատկապես բացասական երանգով օրինակներ բերել եւ համեմատվել մենք չենք ուզում, ցանկացած երկիր իր սպეციფიკան ունի եւ նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների իր առանձնահատկությունն ունի, բացարձակ համադրելի չեն այս երկրները։ Իսկ դուք վստահ եք, որ Սամվել Կարապետյանի կանխատեսումը չի կայանալու եւ Ռուսաստանի տնտեսական պատերազմ չի սկսվելու ձեր ընտրվելու պարագայում։ Ես չեմ համարում, որ Ռուսաստանի Դաշնությունը թշնամական երկիր է Հայաստանի Հանրապետության համար եւ պետք է որևէ պատերազմ մղի, տնտեսական պատերազմը պակաս պատերազմ չէ եւ ցանկացած խնդիր մենք քննարկման միջոցով մինչև այժմ լուծել ենք եւ եթե կան որևէ խնդիրներ, եթե կա, ապա դրանք եւս լուծվելու են։ Եթե տնտեսական պատերազմ ենք համարում օրինակ, հա, ջերմուկի այդ արտահանման հետ կապված խնդիրը, գիտեք, մենք գնում ենք այն ուղղությամբ, որ մեր ցանկացած տնտեսվարող պետք է ունենա այնպիսի արտադրանք, որ չունի խոցելի տեղ
եւ չի կարող մեզ համար որպես տնտեսական այսպես փական, հա, աշխատել Ռուսաստանի համար եւ դրա համար մենք ամեն ինչ անում ենք մեր արտադրողին ավելի կարողությունները զարգացնելու եւ որակապես ավելի լավ մակարդակի հասցնելու համար։ Մշտապես եղել է այս խնդիրը, մշտապես մեկ էլ լարսն է փակվել, մեկ էլ ցուպիկ են հայտնաբերել մեր որևէ մթերքում եւ այլն եւ սա մշտապես է եղել։ Դրա համար ես որևէ յուրահատուկ բան չեմ տեսնում այս շրջանի մեր հարաբերություններում, որը կարող է այնց համատել, ասա, այդտեսեք Ռուսաստանի Դաշնությունը շատ վատ է վերաբերվում Հայաստանի Հանրապետությանը, ընդհակառակը մենք այսպես տրանսֆորմացիոն փուլում ենք գտնվում հարաբերությունների, ինչից շահած է դուրս գալու վստահ եմ եւ Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը։ Տեսեք, ռուսական ԱԳՆ-ից պնդում են, թե Եվրամիությունը ծրագրում է Հայաստան կտրել հուսալի անվտանգության համակարգից եւ նրանք հույս ունեն, որ դուք օտար գեոպոլիտիկ խաղերի այսպես մեջ չեք մտնի, ինչու է Հայաստանի իշխանությունը կտրվում հուսալի այնպիսի համակարգից, ինչպիսին ՀԱՊԿ-ն է։ Մենք ՀԱՊԿ-ից կտրվել ենք, մեկ-մեկ մեզ նաև քննադատում են adekvat փորձագետներ, քաղաքացիներ շատ, որը ասում են դուք չունենալով այլընտրանք գնացիք այդ այլընտրանքի ետևից եւ չունենալով այլընտրանք սառեցվին հարաբերությունները հապկում եւ ճունենք այսպես կլինի զենքի ձեռքբերման, կլինի, հա, այս դիվերսիֆիկացիան ի վերջո սա բնական ճանապարհով եկավ եւ մենք ճունենալով այլընտրանք գնացինք դիվերսիֆիկացիայի հետևից արդեն շատ ավելի գործնական առումով եւ հուսալիությունը մեր ունեցած համակարգը ցույց էր տվել, որ 0 է, հուսալի չէ մեր անվտանգության համակարգը եւ մենք կառուցել ենք այնպիսի մի դիվերսիֆիկացիոն քաղաքականություն տարբեր ուղղություններով, որը ավելի անվտանգ է դարձնելու եւ դարձրել Հայաստանը։ Ես չեմ ուզում հիմա նորից ծեծված թեման հիշեցնեմ, ինչպես հարձակում եղավ Հայաստանի վրա, ինչպես Ռուսաստանը ՀԱՊԿ-ն չպաշտպանեց Հայաստանի Հանրապետությունը, բայց խոսել Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի մասին որպես մեզ հուսալի գործընկեր, որին մենք դավաճանել ենք, մենք այդպես չենք կարծում։ Չեք դավաճանել ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին։ Մինչդեռ պարոն Կարապետյանն ասում է խաթարել Պարոն Կարապետյան, ով է պարոն Կարապետյան։ Ձեր հիմնական մրցակիցը։ Մենք մրցակից նման անունով մրցակից չունենք։ Այդքան ցուցակները հազարավոր մարդիկ են այսօր թեկնա, դուք տեսել եք այդ անունը։ Մի քիչ պետքա բանալ, ինքը ընդամենը քսակ է, որը օգտագործում են տարբեր անհատներ, փորձագետներ, այդ թվում տարբեր երկրներից բերված գումար աշխատելու համար եւ վերջնարդյունքում հայտնվելու է այն նույն մաշված վիճակում, ինչպես Քոչարյանն է։ Բայց ձեր հիմնական քաղաքական մրցակիցն է, այնպես չի, որ մոբիլիզացիա չկա։ Բացարձակ այդպես չի։ Բացարձակ այդպես չի։ Վերջին հարցումներն էլ ցույց են տալիս, որ նրանք իրենց վարկանիշը կորցրել են։ Եվ եթե այդքան վստահ էին իրենց հաջողության առումով, չեմ ասում հաղթանակի, տեսեք, հաջողության, որը առաջին դիմադիր ուժը կլինի, ապա չէին գնա համատարած ընտրակաշառքներ բաժանելու ուղղությամբ, չէին գնա գողական բարքերը, այդ թաղի խուժանին քաղաքացիների վրա բանեցնելու ուղղությամբ։ Եթե իրենք վստահ են իրենց վրա, ապա ինչի են այսօր իդեպ հակակոռուպցիոնը հերթական ձայնագրությունը հրապարակեց, այս դեպքում արդեն Բաղրամյան համայնքի եկած 100,000 դրամ մի ձայնի համար ենթադրյալ, եկեք ասենք, ինչի պետք է բաժանի Սամվել Կարապետյանը։ Ինչի։ Եթե վստահ է, որ այդ մարդը իրեն ձայն է տալու, ինչի է բաժանում։ Իրանք էլ գիտեն, ու նաև խոսակցություններ կա, որ այ կուսակցությամբ պետք է գնային ոչ թե դաշինքով, որովհետև խնդիր է իրենց համար անգամ լինելու, իրենց հաշվարկով նաև, որ շեմը կարող են չհաղթահարել։ Բայց նրանք ասում են, սա քաղաքական հետապնդումներ են եւ իշխանություն տեսնում է, որ ընդդիմադի շարժումը թափ է հավաքում, մեծ վտանգ է ներկայացնում, արդյունքում այսպես հետապնդում են, ինչ որ ձայնագրություններ են հրապարակում, որոնց իսկությունը կարող է հետո պարզվել այդքան էլ իրական չի, այսինքն սա ներկայացում է ընդդիմության կողմից նաև քաղաքական հետապնդում։ Կարողան լավ բառ է, բայց նրանք չեն հերքել այդ ձայնագրությունների իրողությունը։ Նրանք բացատրություններ են տվել, այ որ 10 ամիս առաջվա ծնունդի նվեր է, 2 ամիս հետոյվա նվեր է, կամ ընդհանրապես բացատրություն են տվել, որ նոր ծննդաբերած կին է, ինչի է հետապնդում, բազմազավակ մայր է, այսինքն նման կերպ են նրանք փորձել բացատրել, բայց չեն ասել դա սուտ է, չեն ասել այդ մարդը մեր հետ կապ չունի, չեն ասել ներողություն, սա մի ինքնագործունեություն է, ընդհակառակը պաշտպանել են եւ մի հատ էլ ավելի մոտիկ են իրենց նստեցրել նման բաներով զբաղվող մարդկանց, որովհետև իրենց ցուցումով են նրանք ընտրակաշարք բաժանում, եղու բրինձ բաժանում։ Միանշանակ է սա։
Դրա համար ես չեմ կիսում դրան դիտարկումը, որ ուրիշ բան է, ասում են մեր հաղթանակի վրա բացարձակ հաղթանակի վստահ ենք եւ ապօրինությունները թույլ չենք տալու։ Շատ վստահ դեմքով են ասել թե բանականություն է ասում։ Հաստատ։ Ասուլիսում ախր այնքան այտենց կտրտած չսել հասկամ ինչ ասել, վերջում ինչ են սարքել այդ մարդու գլխին։ Մենք ենք վստահ մեր ժողովրդի կողմից մեր աջակցության վրա, դրա համար մենք չենք բաժանում ընտրակաշարք։ Մենք բան չենք անում, ինչ որ պրագոններ չենք անում, եթե ճիշտ է բառը օգտագործեցի իրեն սայնագրությունից է հատված, պրագոններ, չգիտեմ ինչեր չենք անում։ Մենք գնում ենք քաղաքացու մոտ, մենք մեր արածն ենք ցույց տալիս, իրենցից կարծիքներ ենք լսում, մեր ծրագրերի մասին ենք խոսում եւ տեսնում ենք ինչքան համատարած է այն աջակցությունը, որի չափերի մասին մենք չգիտենք մինչեւ այսքան ավելի ինտենսիվ քաղաքացիների մոտ գնալը։ Մենք ինքներս զարմացած ենք այն մեծ աջակցությունից, որը կա։ Մենք գիտենք, որ ունենք աջակցություն, բայց որ այս աստիճան լայն է այդ աջակցությունը, մենք էլ ենք կտրված իրականության վրա ջուր լսնողներն են ձեզ աջակցում, թե կարող են, իսկ դուք մտածում եք, որ ամբողջ հանրապետությունում չկան մարդիկ, որոնք մեզ չեն սիրում, որոնք տրվել են նաև այն ատելության, այդ քարոզին եւ ատում են մեզ, չեն սիրում մեզ, չեն ընտրում մեզ։ Իհարկե կան եւ չի կարող ժողովրդավար հասարակության մեջ չլինել ընդդիմադիր քաղաքացիների որոշակի չափ եւ կան այդ քաղաքացիներ, մենք հանդիպում ենք այդ քաղաքացիներ, պետք չէ մեզ ցույց տալ այդ դեպքերը։ Հասկանալ է, այ եթե դուք եք վստահ ձեր հաղթանակի վրա, ինչու եք ԵՄ-ից հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի այդ առաքելությունը խնդրել, դուք եք խնդրել Հայաստանի ԱԳՆ-ն, ինչքան գիտեմ նամակ գրել, դե դուք էլ վստահ լինեք, որ հաղթելու եք, որ այսպես ճամպրուկով փող բերելու process-ներ կամ կիբերհանցագործություններ կամ այսպես ասենք ապատեղեկատվական արշավները չեն հասնելու իրենց արդյունքին, չբերեք, բավարարվեք սեփական ռեսուրսներով։ Այսինքն նորմալ է, այսինքն որ քաղաքացիներին գողականներով ինչ որ բաներ են ստիպում, մենք աչք փակենք, ասենք մենք մեկը հաղթել ենք, թող այդ քաղաքացին ինչ ուզում է լինի, թող մեր ժողովրդավարության վիճակը ինչ ուզում է լինի, հա, որտեղ դրանք հանցագործություններ են, դրանք հանցագործություններ են, դրանք հսկայական ծավալի ալիքներ են, որոնց միայնակ Հայաստանը այն արդյունավետությամբ չի կարող պայքարել, ինչպես որ կարող է պայքարել տարբեր ժողովրդավար երկրների աջակցությամբ, կառույցների աջակցությամբ։ Մենք այդ հիբրիդային տարբեր հարձակումներին, օրինակ իմ դիտարկմամբ մենք 20 թվականի վերջին 21 թվականին մենք հաջողությամբ միայնակ կարողացել ենք հաղթահարել, բայց հիմա այդ համակարգված այդ ալիքին դժվար է, իրականում դժվար է միայնակ դիմագրավել եւ սա մենք մեր համար չենք ամ, սա ԿՊ-ի համար չի, սա իշխանության համար չի, սա քաղաքացիներին պաշտպանելու համար է ու քաղաքացիների ուրեմն թշնամին է այն մարդը, որը դեմ է այդ աջակցությանը կամ իրեն է տեսնում այդ թիրախում, որ իր դեմ է պայքարը, դրա համար է հակադրվում, թե չէ ինչ վատ բան կա հիբրիդային սպառնալիքի դեմ պայքարելու համար, հա։ Անհիմն կերպով Ռուսաստանին Եվրամիություն մեղադրում է հիբրիդային հարձակումների հանրապետության, այսինքն Հայաստանի ներքին գործերի միջամտելու մեջ, թեև սեփական խորը ներգրավվածություն այդպեսին չեն համարում, ասում են Պաշտոնյան ռուսական ԱԳՆ-ում խոսելով Եվրամիության նշածս մասնագետների մասին, ասում են նրանք ձգտում են Ռուսաստանից թշնամու կերպար ստեղծել, այդ որոշակի Ռուսաստանի մոտ պաշտպանական ֆունկցիա կա, որ մենք հիբրիդային հարձակում չենք անում, թեև չեն ասում այդ ճամպրուկով փողերը ինչու են բերում Հայաստան Ռուսաստանից։ Այ ինչպես եք դուք պատասխանում, ես հաճախ լսում եմ նաև Ալեն Սիմոնյանն էր ասում, որ այլ պաշտոնյաներ Ռուսաստանից են այդ հիբրիդային սպառնալիքները, հաճախ նրանք ասում են մենք կապ չունենք։ Մենք նաև Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին, այդ թվում խորհրդարանի նախագահին, այդ թվում արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումներում ենք, օրինակ այս տարի էլ է եղել նման հանդիպումներ, մենք այդ խնդիրները իրենց մոտ ենք բարձրաձայնում, որտեղ այո, մենք ամեն ինչի մասին խոսում ենք, բոլոր խնդիրները, հենց այդպես էլ ասել եք, որ հիբրիդային հարձակումներ կան։ Մենք բոլոր ինչ խոսում ենք այստեղ, իսկ մենք միամիտ չենք, չէ՞, չենք մտածում, որ այ մենք ստեղ ինչ խոսում ենք, այդ մնում է մեր մեջ եւ Ռուսաստանը չի իմանում դրա մասին։ Մենք պաշտոնյաներ ենք եւ մեր խոսքը թարգմանվում է տարբեր լեզուներով եւ դրվում է այն պաշտոնյաների սեղանին, ում մասին այդ խոսքն է եւ մենք պատասխանատու ենք մեր խոսքի համար։ Մենք բոլոր այդ հարցերը նաեւ բարձրաձայնում ենք գործընկերների մոտ եւ որոշ դեպքերում նաեւ ստանում ենք համաձայնություն եւ նաեւ ստանում ենք առաջարկ, որ եկեք երկու կառավարություններով միասին ստեղծենք մի
համակարգ, որը նման ալիքների դեմ կարողանանք միասին դիմագրավել եւ այլն։ Ճիշտ կլինի, որ Ռուսաստանի Դաշնությունը իր խոսափողներին, իր հիբրիդային մարտագլխիկներին զսպի իր երկրում եւ բավականին մեզ աջակցած կլինի։ Ինչ վերաբերում է այն հատվածին, որ թշնամու կերպար են փորձում ստեղծել, մենք գիտեք, որ խաղաղության ճանապարհն ենք բռնել եւ մենք 21 թվականին էլ էինք խաղաղության մասին խոսում եւ հիմա էլ ավելի ինստիտուցիոնալ խաղաղության մասին ենք խոսում եւ միամտություն կլինի կարծելը, որ մենք ուզում ենք օրինակ Ադրբեջանին, Թուրքիային դարձնենք մեզ գործընկեր եւ բարեկամ երկիր, այ մի հզոր գերտերությանը դարձնենք մեզ թշնամի։ Մեզ համար հաճելի չէ, որ մեր հասարակության մեջ կան նման տրամադրություններ Ռուսաստանի Դաշնության դեմ, եւ մենք էլ ամեն ինչ փորձում ենք անել, որ մեղմվի այդ տրամադրությունը, սակայն մենք մեղավոր չենք, որ այդ ռեակցիան կա քաղաքացիների մոտ, որովհետեւ ռուս խաղապահի այս հայացքի ներքո է հայաթափվել Ղարաբաղը, ել չեմ ասում Հայաստանի վրա հարձակումը եւ բոլոր Ես հիշում եմ, մեր բոլոր քաղաքացիները հայացքն ուղղել էին դեպի այն ամենամոտ դաշնակիցը, որը նաև պարտավորվածություն ուներ տարբեր պայմանագրերով պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը, բայց մենք տենց լռություն ենք ստացել, հետո ստացել ենք տարբեր պատրվակներ, թե ինչու չի պաշտպանվում Հայաստանը, հետո նաև մինչև այսօր նաև քաղաքական գնահատական չենք ստացել, բայց դրա փոխարեն Ռուսաստանի Դաշնությունը ռազմավարական գործընկերության պայմանագիր է կնքել այն երկրի հետ, որից սպառնալիք ունենք Ադրբեջանի հետ։ Այս ամեն ինչը մեր քաղաքացին տեսել է եւ մեզ մեկ-մեկ դժվար է անգամ այդ տրամադրությունները մեղմել։ Մենք չենք ուզում թշնամանք լինի Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ։ Դուք եք հակառուսական այսպես տրամադրություններ սադրում։ Բնավ, ինչպես որ ասում ենք սիրելի ժողովուրդ, Ռուսաստանի Դաշնությունը այս հայտարարությունն է արել եւ մենք ստիպված Եվրամիությանը դիմել ենք, որպեսզի խաղաղապահ առաքելություն լինի մեր սահմանին, որպեսզի դուք չսպանվեք։ Դրանով ենք մենք սադրել։ Բնավ Ես այդպես չեմ կարծում։ Մենք ամեն ինչ արել ենք եւ անում ենք եւ երբեմն նաեւ քննադատվում ենք հենց այդ քննադատող քաղաքացիների կողմից Ռուսաստանի Դաշնության հանդեպ այդ տրամադրություն ունեցող քաղաքացիների կողմից, թե ինչու է Ռուսաստանի Դաշնության մոտ գնում, թե ինչի է նրանց հետ բանակցություններ վարում, թե ինչի դուրս չեք գալիս տարբեր կառույցներից, ինչի չեք խզում հարաբերությունները եւ այլն։ Մենք դրա գնով, որ այդ քաղաքացիների մեծամասնություն մենք շարունակում ենք պահպանել եւ խորացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետև մեծ տարածաշրջանի կարևոր երկիր է Ռուսաստանի Դաշնությունը, մենք ունենք մեծ համայնք Ռուսաստանի Դաշնությունում, մենք նաև մեր տարբեր թվականներին Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք մեր ռազմավարական կարևոր ենթակառուցվածքները ամբողջությամբ ներդրվել է Ռուսաստանի տակ եւ մենք բնականորեն կախված ենք շատ բանով Ռուսաստանից։ Այսօր մեզ ասում են այ գազը կթանկացնի Ռուսաստանը, մի խոսացեք Եվրամիության հետ, բայց մոռանում են, որ այդ նույն մարդիկ տարբեր պայմանագրերով մեր ամբողջ այդ գազամուղը Հայաստանի իրան տվել են Ռուսաստանի Դաշնությանը, փականը տվել են ձեռքը, հետո ասում են ձեզ խելոք պահեք, մեզ են ասում այդ նույն մարդիկ, որոնք ստորագրել են այդ պայմանագրերը, թե չէ Ռուսաստանը կջղայնանա։ Սա արդյոք սա բան է, արդար է իշխանության եւ քաղաքացու հանդեպ։ Ես չեմ կարծում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը մի հայտարարություն արեց, Ղարաբաղը մերը չէր, այնտեղ ոչինչ չէր կառուցվել եւ այլ չեք կարծում, որ այսպիսով վարչապետը նույն ԿՊԻ-ն է հարվածի տակ դնում։ Հասկանալի է, որպես քաղաքական ուժ ձեր տեսանկյունից կարող եք ասել, որ չենք շարունակում Ղարաբաղյան շարժումը, կնայեք դա ձեր գաղափարախոսության մեջ է մտնում, հա, ով ուզում է շարունակել, կարող է գնալ այլ ուժերի ընտրել։ Դուք ասում եք, դա ձեր իրավունքն է, ուզում եմ ասել, այդտեղ խնդիր չեմ տեսնում, որովհետև դա ձեր քաղաքական դիրքորոշումն է, բայց որ մերը չէ, չգիտեմ, ոչինչ չեն կառուցել, դա ինչ որ իմաստով ժխտել չի անցյալը, չասեմ ուրանալ, բայց ժխտել էր անցյալը, որ մեջ բոլորս ապրել ենք։ Դա ինչ է տալիս ընդհանրապես Հայաստանը, այդպիսի բան ասել։ Նախ ես չեմ համարում, դա մեր միայն կուսակցական ուղղվածությունն է դրա համար։ Բան չէ, հարկման պրոգրեսիվ ու համահարթ տեսակը չի, որ մենք այսպես ենք մտածում, իրենք այդպես։ Սա Հայաստանի համար էկզիստենցիալ հարց է։ Սա լինելիության հարց է Ղարաբաղի շարժման շարունակությունը։ Մենք ինչի ենք ասում այսօր կաշվից դուրս ենք, կարող ենք ասել, մենք չենք շարունակում, կուզեք չեք շարունակում, եկեք մեզ ընտրեք, շարունակում եք գնացեք այնտեղ, որովհետև այնտեղ գնալը նշանակում է մեռնել եւ Հայաստանը դնել ուղիղ հարվածի տակ, ուղիղ պատերազմի տակ։ Սա է նշանակում։ Բոլորն էլ կուզեն այսօր ավելի մեծ տարածք ունենան, որ մի երկիրը չի ուզում ավելի մեծ լինի, ավելի ընդարձակ լինի, ավելի շատ ռեսուրսներով տարածքներ ունենա եւ այլն։ Բոլորն էլ ուզում են, բայց դա ի՞նչ է նշանակում։
Այսօր այդ տարբեր այդ ուժերը, որ մասնակցում են, իրենց կուսակցական գաղափարախոսության միջից մինչև իրենց ծրագրեր եւ հրապարակային ելույթներ խոսում են ուղիղ պատերազմի մասին մեր բոլոր հարևանների հետ։ Այդ Արարատի մասին խոսակցությունները, որ տենց դնում են իրանց ֆոնին կուսակցության հանրահավաքների եւ այլն, Արարատ լեռը որտեղ է գտնվում։ Բիբլիական Արարատն է, հայերի սիմվոլն է։ Շատ լավ, եկեք տենց սիմվոլով, Նախիջևանով, Ղարաբաղով, բանով, Վրաստանի տարածքներով, հայաբնակ, Պարսկահայք նահանգով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող մեր մեծ հայքի նահանգներից։ Եկեք այդպես բոլորին պատերազմ հայտարարենք, ունենանք կենացային այդ շատ մեծ պետք է լինենք, ծովից ծով պետք է լինենք, Կիլիկյան Հայաստան եւ այլն, բերել հետ բերել, կպցնել Հայաստանին եւ տեսնենք քանի օր, քանի ժամ կդիմանանք։ Դա անդիմադիրները տենց հիմա անդիմադիր տենց խոսում են, որևէ ազդեցություն, մեծ ազդեցություն չի ունենում Հայաստանի Հանրապետության վրա, բայց նրանք այս գաղափարախոսությամբ եւ այս ծրագրերով գալով իշխանության, վերաբացելով Ղարաբաղի հարցը եւ հետ գնալու հարցը, հետո խոսում են 300,000 բանի ադրբեջանցիների վերադարձից։ 300,000 ադրբեջանցի եւ ավել կվերադառնա Հայաստան այն դեպքում եւ ոչ ինքնիշխան Հայաստան։ Այն դեպքում, երբ որ սրանցից մեկը, այս եռագլուխ պատերազմի կուսակցությունից մեկին բերեն իշխանության, որովհետեւ նրանք են վերաբացելու էջը, նրանք են պատերազմ հրահրելու, նրանք են պատերազմ բերելու եւ ժամերի հարց է դառնալու այս տարածաշրջանում Հայաստանի գոյությունը։ Դրա համար սա կուսակցական գաղափարախոսություն չէ։ Սա Հայաստանի լինելիության մասին է, ու հա, մենք կաշվից դուրս ենք գալիս, հատ բոլոր քաղաքացիներին բացատրում ենք, որ այդ ճանապարհով գնալը վերջ է դնելու մեր պետականությանը։ Վերջ է դնելու։ Մենք ունենք 20743 քառակուսի կիլոմետրով ոչ փոքր մեր միակ պետությունն ու հայրենիքը, եւ սրանից դուրս որևէ հավակնություն չպետք է ունենանք, որովհետեւ ունենալը նշանակում է չունենալ այս։ Ես մի անգամ այստեղ հարցազրույց եմ աղում Քրիստինե Վարդանյանի դաշնակցությունից, ազատ անկախ եւ միացյալ Հայաստան, դա դաշնակցության այսպես պաշտոնական կարգախոսներից է, նա ասում էր դա մեր տեսլականն է, մեր քաղաքական ուժի, պարտադիր չի կառավարության ծրագիր լինի, հա, այսինքն մենք հնգամյակում այդ խնդիրը չենք դնում միացյալ Հայաստան, դա կարող է այսպես երազել։ Դուք պատկերացնում եք, նայեք, մենք ունենք տեսլական իրական Հայաստանի։ Չեք անում նրանց այսպես տարածքային պահանջներ ներկայացնում հարևանների։ Ես կարող եմ այսօր գալ նստել ձեր դիմաց ու ասել մենք էլ ունենք նման տեսլական մեր բանը հսկայական ծովից ծով Հայաստանը հետ բերելու։ Դա տեսլական է, դա քաղաքականություն չի։ Ու ասենք խոսենք իրական Հայաստանի մասին։ Մենք կառավարության ծրագրում չենք էլ գրում այդպիսի բան, հա, ուղղակի կուսակցության տեսլական է։ Հիմա ինքը չէ, իր թիմակիցները չէին կանգնած Բագրատ Գալստանյանի կողքը, երբ որ բան էին անում, Կիրանցով գնում էին Ղարաբաղ բան։ Ինքը չէր կանգնած։ Թե իրանք չեն ամեն օր Ղարաբաղի վերադարձ անունով ինչ որ հանրահավաքներ անում, սա ինչի մասին է։ Ղարաբաղ հայերի վերադարձ։ Ես Տիկին Վարդանյանի էջից այլ բան եմ հիշում, Ղարաբաղի վերադարձ եմ հիշում։ Հետո շտկվել է, խմբագրվել է։ Հա, կատակ էին անում։ Չէ, կատակ չեն անում, միգուցե բան էր, հա, վրիպակ էր։ Բայց մյուս կողմից ձեր իշխանության օրոգլիքը ողբերգություններն եղել մարդկանց մոտ ինչ երաշխիք, որ եթե դուք հունիսի 8-ին այսպես սալյուտներ գմփսնեք Երևանի երկնքում եւ տոնեք հաղթանակը, նոր աղետներ չեք բերելու, նոր արյուն չի լինելու։ Դուք կարող եք ասել, մենք անցյալից դասեր ենք քաղել, ել չենք կրկնի, սխալվել ենք, իրական Հայաստան եւ այլն, բայց կա մյուս տեսակետը, որ Ադրբեջան եւ Թուրքիան ուղղակի ձեր ժամանակ են տվել հաղթելու այս ընտրություններում, որպեսզի դուք հաղթեք եւ հաղթելուց հետո շարունակեք զիջումները։ Մի ժպտացեք, դա լուրջ բաղադրակ։ Դա տրամաբանություն չեմ հասկանում։ Հիմա չեն սպանում, ասում են մի քանի ժամից կսպանենք, հա։ Հիմա դες լավ զգացիք։ Խաղաղասեր է դարձել ամբողջ օր խաղաղությունից է խոսում։ Այսօրերին չի դարձել, այսօրերին չի դարձել, տևական ժամանակ է։ Մենք սկսել ենք բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ, որովհետեւ ունեցել ենք այդ տեսլականը, տեսեք, ծովից ծով Հայաստանի կամ տենց ինչ որ արևմտյան Ադրբեջանի տեսլական չի։ Դա ունեցել ենք խաղաղության տեսլական, գնացել ենք գործնական քայլերի, ունեցել ենք համաձայնագիր խաղաղության եւ նախաստորագրել ենք խաղաղության համաձայնագիրը։ Շարունակել ենք համագործակցել։ Գիտեք, որ Ադրբեջանը նաև ապաշրջափակեց մասնակի, ապաշրջափակում տեղի ունեցավ Հայաստանի համար իբրև տարանցիկ երկիր բեռների Հայաստանի։ Գիտեք, որ նաև այլ համագործակցության շրջանակ կա իրարից ապրանքներ են գնում, վաճառում իրար եւ
ել չեմ ասում թրիփի մասին, որը ուղիղ շահերի համադրում է Հայաստանի եւ Ադրբեջանի եւ երկուսի տնտեսությունները սրանից մեծապես շահելու են, սա փոխկախվածություն է, փոխշահավետություն է իրարից։ Որն է երաշխիքը, որ նոր աղետներ չեք բերելու դուք։ Նոր աղետի չլինելը, ես կարող եմ հիմա պատասխանել խաղաղության համաձայնագիրը։ Եվ դուք կասեք բազմաթիվ խաղաղության համաձայնագրեր կան, սա շատ կարևոր է բնական է, բայց շատ համաձայնագրեր կան, որոնք մի օրում ուղղակի փլվում են։ Ամենակարևորը լեգիտիմությունն է, մեր տեսլականի եւ մեր գործողությունների լեգիտիմությունն է։ Մենք չպետք է լինենք մեր տարածաշրջանի որևէ երկրի համար սպառնալիք, մենք պետք է մնանք մեր լեգիտիմության շրջանում։ Տեսեք ոնց արձակվեց Զավթեց։ Որի նման չլսեցի։ Ուկրաինայի։ Ես չեմ ուզում հիմա փորձագիտական որևէ կարծիք հայտնել Ուկրաինայի մասին։ Կամ մեր տարածքներն էլ լեգիտիմ մեզ պատկանում։ Այդ ժամանակ կոնֆլիկտի շրջան էր եւ մենք այո լեգիտիմ իրավունք ունեինք պաշտպանելու մեր երկիրը եւ ինչի համար ունենք հուսալի համակարգ, ինչպես ասում են, բայց տեսանք, որ չգործարկվեց դա։ Հայաստանի Հանրապետությունը իր լեգիտիմ սահմաններով պաշտպանված է եւ պաշտպանված է անգամ նույն Ադրբեջանի նախագահի օրինակ ստորագրած տարբեր փաստաթղթերով։ Լինի դա Սահմանազատման հանձնաժողովի այդ կանոնակարգը, որը ստորագրվել է նաեւ ավերացվել է Ադրբեջանում, լինի խաղաղության համաձայնագրով, լինի թրիփով, որում եւս կա միմյանց տարածքային ամբողջականության հարգման, միմյանցից տարածքային տարբեր նկատումներ չունենալը եւ ես այլ երաշխիք չեմ պատկերացնում։ Ինչ որ այլ երաշխիք չեմ կարողանում պատկերացնել։ Միթե օրինակ Միացյալ Նահանգների մեծ ներդրումը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մեղրու վրա երաշխիք չէ։ Միթե փոխկախվածությունը եւ շահերը Ռուսաստան, ԱՄՆ, բերեք, Իրան, Իսրայել, բոլորին եկեք բերենք մեր տարածաշրջան, ասենք իրար հետ հեսա կհամագործակցեն, սա հերթական հիմարությունն է այդ ընդդիմադիր դաշտից եկող, ուղղակի ուզում եմ շատ բան ասել, որ տենց ավելի ազդեցիկ է երևա, բայց Շնորհակալ եմ զրույցի համար, հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել ենք Հասմիկ Հակոբյանին։